Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի փաթեթը, ճիշտ է, խոսքը առողջության ապահովագրության մասին է, բայց սա սոցիալական ոլորտում կարծում եմ, որ ամենակարևոր բարեփոխումն է։ Ես երկար իհարկե կարող եմ խոսել դրա դրական կողմերի մասին եւ այն արդյունքների, որոնք կբերի այս համակարգը, բայց հիմնական 3 կետ եմ առանձնացրել, որոնց ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել։ Սիրելի հայրենակիցներ, առաջին հերթին մենք իհարկե գործ ենք ունենալու առողջական խնդիրների կանխարգելման հետ, որովհետև սա շատ կարևոր է ոչ միայն ֆինանսական իմաստով, այլ նաև կյանքի որակի։ Կարևոր է, որ մենք փոխենք մշակույթը մեր առողջության մասին հոգ տանելու։ Եվ այստեղ իսկապես կարծում եմ, որ կարևոր է այս մշակույթը ձևավորել եւ նաեւ այն պայմանը, որ մարդիկ պետք է ուրեմն նաեւ հետազոտություններ անցնեն, սրանք շատ լուրջ փոփոխություններ կբերեն առաջին հերթին հենց քաղաքացիների կյանքի որակի բարձրացման մեջ։ Երկրորդը ես ուզում եմ շեշտել, որ առաջին փուլով մենք ներառում ենք այն քաղաքացիներին, որոնք մինչ այժմ կամ իրենք են ֆինանսավորել իրենց առողջական խնդիրների լուծումը կամ արտոնյալ պայմաններով են օգտվել առողջապահական ծառայություններից։ Իհարկե այդ խմբում կան նաև այն մարդիկ, որոնք արդեն այս պահին պետական պատվերից են օգտվում, բայց մասնավորապես 65+ տարիքի անձինք, հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող անձինք, ինչպես նաև 200,000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող անձինք, որոնք շատ մինիմալ 10,800 դրամով պիտի ամսական, ապահովագրությանը մասնակցեն, սա այն մեծ առաջին խումբն է, որը առաջին փուլով 2026 թվականին կընդգրկվի այս համակարգում։ Ես ուզում եմ սա կարևորել, որովհետև մենք շատ են խոսում այն մասին, որ նրանք այսպես թե այնպես այսօր օգտվում են ծառայություններից, բայց ինչպես տիկին նախարարը նշեց, բավականին մեծ են այդ ծառայությունների միջև փոփոխությունները եւ ես հույս ունեմ, որ օրս տարեց տարի նաեւ դրանք կվերանայվեն, որովհետեւ մենք խոսում ենք դեռևս համակարգի ներդրման մասին եւ բնականաբար այս համակարգը միտում պետք է ունենա նաեւ զարգանալու եւ զարգացնելու ծառայությունների բազային փաթեթը։ Եվ վերջին կարևոր շեշտադրումը, որ ուզում եմ անել, այն է, որ այս համակարգի ներդրումը էապես կարող է նվազեցնել աղքատությունը երկրում։ Սա ես չեմ ասում, մասնագետներն են նշում, որ առողջապահության ապահովագրությունը ամենաէական ազդեցությունը կարող է ունենալ հենց այս ոլորտում։ Եվ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հատկապես տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց կամ խոցելի խմբերի դեպքում նրանց ընտանեկան կամ անձնական բյուջեի էական մասը ուղղվում է հենց առողջապահական ծառայություններին։ Եվ կարծում եմ, որ սա էական փոփոխություն է ու նաև հենց այս իմաստով եմ նշում, որ սա սոցիալական ոլորտում շատ կարևոր առաջընթաց է։ Էլ չեմ խոսում այն մասին, երբ քաղաքացիները պատահաբար եւ հանկարծակի են հայտնաբերում իրենց առողջական խնդիրները, որն էլ կանգնեցնում է շատ լուրջ խնդրի առջև եւ միանգամից նույնիսկ միջին, այսպես ասեմ, աշխատավարձ ստացող քաղաքացիների դեպքում դա կարող է բերել աղքատության կամ լուրջ սոցիալական խնդիրների։ Իհարկե ես հեռու եմ այն մտքից, որ այս բոլոր գործընթացները շատ հարթ են ընթանալու, որովհետև խնդիրներից հնարավոր է խուսափել միայն մեկ դեպքում, երբ չես աշխատում եւ ոչինչ չես անում։ Հետևաբար, սիրելի քաղաքացիներ, ես վստահ եմ, որ մենք միասին կարող ենք հաղթահարել այն տեխնիկական դժվարությունները, որոնք կարող են առաջանալ ընթացս եւ ամենակարևորը նաեւ վստահ եմ, որ կառավարությունը բաց է քննարկումների, բարեփոխումների, ընթացակարգերի, ինչպես նաեւ այդ բազային փաթեթների վերանայման դեպքում, եթե դրա անհրաժեշտությունը լինի, հետևաբար ես եւս իմ գործընկերներին կոչ եմ անում քվեարկելու կողմ այս նախագծին, որովհետեւ ինչպես իմ ելույթի սկզբում նշեցի, սա սոցիալական ամենալուրջ թերևս գուցե բարեփոխումն է, որ մենք իրականացնում ենք։ Շնորհակալություն։
Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։